Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Չկարողանալով համաձայնության գալ Թուրքիայից Սիրիայում եւ ըստ էության նրա հետ համատեղ տապալելով Ասադին, Իսրայելը հիմա այլ քաղաքականություն է որդեգրել։ Նոր հակաթուրքական դաշինքներ է ձևավորում եւ ակտիվորեն մասնակցում այդ աշխատանքներին։ Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Հունաստանի եւ Կիպրոսի հետ Իսրայելը պատրաստվում է նոր ռազմաքաղաքական դաշինք ստորագրել եւ ռազմական համագործակցության մասին պայմանագիր եւ չեն թաքցնում, որ հիմնական թիրախը Թուրքիան է։ Հաստատվելով Լիբիայում եւ ըստ էության իր հսկողություն տակ վերցնելով ողջ արևելյան միջերկրածովյան հատվածը, Թուրքիան սկսել է լուրջ սպառնալիք ներկայացնել եւ Հունաստանի եւ Կիպրոսի եւ Իսրայելի համար։ Եվ միջազգային մամուլը արդեն նշում է, որ կողմերը անգամ դերերի բաժանում են կատարել միմյանց միջև յուրաքանչյուր պետություն ինչ գործառույթ պիտի իրականացնի նոր դաշինքում։ Իսրայելը պետք է ապահովի հետախուզությունը, ավիացիան եւ զենքի մատակարարումները, Հունաստանը պետք է տրամադրի նավատորմը եւ իր կղզիները, իսկ Կիպրոսը պետք է ապահովի, որպեսզի ողջ զինամթերք եւ զենքը, որ ստացվելու Իսրայելից, տեղակայվի իր տարածքում եւ ըստ էության ուղղված լինի իհարկե առաջին հերթին Թուրքիայի դեմ։ Սա հետաքրքիր գործարք է, որը կարծում եմ հետո բավականին լուրջ արձագանք է գտնելու ողջ միջերկրածովյան հատվածում եւ նաեւ Մերձավոր Արևելքում։ Հիշեցնեմ, որ Հունաստանը եւ Կիպրոսը պարբերաբար նման դաշինքներ են ստորագրում տարբեր պետությունների հետ ընդդեմ Թուրքիայի, քանզի շատ լավ հասկանում են, որ Թուրքիայից բավականին լուրջ սպառնալիք կա։ Չնայած երկու պետություններն, երեք պետություններն են Թուրքիան, Կիպրոսը եւ Հունաստանը հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ, բայց դա չի ապահովագրում նրանց թուրքական հնարավոր հարձակումներից։ Բացի այդ, ունենալով Հյուսիսային Կիպրոսի խնդիր, Կիպրոսը անընդհատ քայլեր է ձեռնարկում թուրքական հարձակումներից պաշտպանվելու համար։ Իսրայելից առաջ նման դաշինք, հիշեցնեմ, ստորագրվել է նաև Ֆրանսիայի հետ, բայց թե ինչ ավարտ ունեցավ այդ ամենը եւ ինչ ընթացք ունեցավ, մենք չենք կարողանում տեղեկանալ, քանզի միջազգային մամուլը լռում է դրա մասին։ Այդ պայմանագրով ինչ եղավ Թուրքիայի հետ, ինչ դիրքորոշում ունի Ֆրանսիան Թուրքիայի հետ կապված, կարծես թե որևէ փոփոխություն չի եղել։ Կարծում ենք, որ Իսրայելի պարագայում էլ այդ փոփոխությունը չի լինելու, այլ ընդհակառակ Իսրայելն է օգտագործելու Հունաստանին եւ Կիպրոսին իր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար։ Այն, որ Սիրիայում Իսրայելը չի կարողանում հաստատվել, դա արդեն ակնհայտ է։ Չնայած իր հսկողության տակ ունի դրուզներին, բայց ամեն դեպքում Իսրայելը չի կարողանում դուրս մղել Թուրքիային Սիրիայից։ Չնայած Սիրիայի նոր ղեկավարը Աշ-Շարան ամեն դեպքում փորձում է իրեն հեռու պահել Թուրքիայից եւ ցույց տալ, թե ինքը անկախ արտաքին քաղաքականության կողմնակից է, Սիրիական բնակչության մեծամասնությունը լինելով սուննի մահմեդական, ամեն դեպքում իր համակրանքը դեպի Թուրքիան է եւ սա մեծապես ազդում է, որպեսզի թուրքական ազդեցությունը Սիրիայում շարունակի պահպանվել։ Ինչ ապագա կունենա Իսրայել, Կիպրոս, Հունաստան ապագա ռազմական դաշինքը մենք առաջիկայում կտեսնենք, բայց այն, որ ՆԱՏՕ-ի ներսում արդեն սկսվել են տարբեր խմբավորումներ ձևավորվել ընդդեմ նույն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, սա արդեն նորություն չէ։ Սա կարծես թե դառնում է յուրաքանչյուր օրվա համար սպասելի լուր, հատկապես ուկրաինական պատերազմի պարագայում։ ՆԱՏՕ-ին բավականին լուրջ խմորումներ են գնում եւ մենք առաջիկայում կարծում եմ կտեսնենք աշխարհի տարբեր հատվածներում նույն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև սառը հարաբերություններ, ընդհուպ նաեւ որոշակի բախումներ սահմաններին, եթե իհարկե կողմերը փորձեն իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար դիմեն զենքի օգնությանը։ Իսկ այն ինչ կատարվում է Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի միջև, սա կարծում ենք առաջին հերթին փորձ է արվում ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա, որպեսզի վերջինս չափավորի իր խորժակը արևելյան միջերկրածովյան հատվածում, ինչպես նաեւ Կիպրոսի հյուսիսային հատվածներում։ Սպասենք տեսնենք թե իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված։ Ուկրաինայի ղեկավարը հիմա էլ համարձակվել է ըստ էության սրել հարաբերությունները Չինաստանի հետ։ Ուկրաինայի ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ առայն, որ բոլոր չինական ընկերությունները, ովքեր կհամաձայնվեն էներգակիրներ գնել Ռուսաստանի Դաշնությունից, իր անձնական եւ Ուկրաինայի կողմից ձևավորված եւ ձևակերպված միջազգային պատժամիջոցների տակ պետք է ընկնեն։ Բացի այդ, ինքը սպառնում է հրապարակել բոլոր այն գործարարների անունները, ովքեր համաձայնվել են Ռուսաստանի հետ գործարքներ իրականացնել եւ նրանց սպառնում է, եթե նրանք փորձեն մտնել Ուկրաինա կամ միջազգային որևէ գիտաժողովի կամ այլ միջոցառման մասնակցեն, ապա ուկրաինական սանկցիաներով նրանք կարող են անգամ կալանավորվել։ Չինաստանի արտգործնախարարությունը արդեն կոչ է անում Զելենսկուն շտկել իր սխալները։
Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե արդյոք նոր է Չինաստանի եւ Ուկրաինայի միջև հարաբերությունների սրացում, թե դա եղել է։ Զելենսկու իշխանության գալուց հետո Չինաստանի հետ բավականին լուրջ տնտեսական եւ նաեւ քաղաքական սկանդալ պայթեց կապված Մոտորսիչ ընկերության հետ։ Չինական ներդրողները շուրջ 5 միլիարդ դոլար էին ներդրել եւ գնել Մոտորսիչ ընկերությունը եւ ցանկանում էին այնտեղ շարժիչների արտադրություն հիմնել։ Զելենսկու իշխանության գալուց հետո այդ գործարքը չեղարկվեց եւ չինական ներդրողներն անգամ հետ չստացան այդ 5 միլիարդը։ Այնպես որ Չինաստանը Ուկրաինայի հետ կապված իր հաշիվներն ունի եւ նաեւ պարզ է թե ինչու է ռուս-ուկրաինական այս պատերազմում Չինաստանը ամեն դեպքում օգնում Ռուսաստանին եւ ինչպես ասում է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, ամեն ինչ անում, որ համենայն դեպս Ռուսաստանը չպարտվի։ Ուկրաինայի հետ կապված Չինաստանը իր պլաններն ունի եւ Զելենսկին իր վարած արտաքին քաղաքականությամբ նաեւ փորձ է անում սրել հարաբերությունները Չինաստանի հետ, իսկ սա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ավելին, ավելի է մերձեցնելու Ռուսաստանին Չինաստանի հետ, նպաստելով նաեւ ռազմի դաշտում ռուսական բանակի հաղթանակներին։ Իսկ Զելենսկուն ուղղված կոչը կարծում ենք նա պետք է լսի, քանզի Չինաստանը այն պետությունը չէ, ում հետ կարելի է այդպես վարվել կամ փորձել նրա քաղաքացիների նկատմամբ ինչ որ պատժամիջոցներ ձևավորել կամ պատժամիջոցներ սահմանել։ Այնպես որ սպասենք տեսնենք թե իրադարձություններն այստեղ ինչպես են զարգանում։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Եվրոպական միության հետ է կապված, բայց կրկին կապ ունի Ուկրաինայի հետ։ Չեխիայում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ըստ էության այնտեղ իշխանափոխություն է տեղի ունեցել եւ նոր իշխանությունները հրաժարվում են Ուկրաինային տրամադրել օգնություն։ Ավելին, Չեխիայի նոր պաշտպանության նախարարը հրաժարվել է մեկնել Ուկրաինա եւ ամբողջությամբ դադարեցնում է ողջ ռազմական օգնությունը։ Իսկ Չեխիան ուղղակի եվրոպական երկիր չէ, որպեսզի հասկանանք թե ինչ է ներկայացնում իրենից Չեխիան եւ ինչ տեղ ունի Ուկրաինայի համար եւ Ուկրաինայում ընթացող պատերազմի համար, միայն նշենք, որ չեխական ռազմական գործարաններում են վերականգնվում, վերանորոգվում եւ կատարելագործվում բոլոր այն գրեթե բոլոր այն զինտեխնիկան, որ ստացվում է երրորդ երկրներից Ուկրաինա տեղափոխելու համար։ Այնպես որ Չեխիայի դուրս գալ այս գործարքից մեծ վնաս է հասցնելու առաջին հերթին Ուկրաինային։ Բացի այդ, Չեխիան ըստ էության միանում է Հունգարիային եւ Սլովակիային եւ արդեն 3 երկիր կտրականապես հրաժարվում են որևէ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, բացի այդ հրաժարվում են նաեւ ֆինանսական աջակցությունից։ Եվրոպական միության ներսում, ինչպես ասում են, արշալույսները խաղաղ չեն եւ կարծում ենք, որ անընդհատ սրվող իրավիճակի պայմաններում եւ նաեւ Եվրոպական միության անդամ պետություններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում մենք շուտով կտեսնենք նոր պետություններ, որտեղ տեղի կունենան իշխանափոխություն եւ այդ պետությունները եւս կմիանան այսպես կոչված ներեվրոպական հակաուկրաինական դաշինքին։ Ինչպես կձևավորվեն իրադարձությունները մենք կտեսնենք առաջիկայում, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։